նպաստիացմամբ չի սահմանափակվում եւ պահանջել էր, որպիսի հայ հոգևորականները գրավոր համաձայնություն տան։ Եվ Լևոն II-ը հրավիրելով Տարսոնում եկեղեցական ժողով համոզեց հայոց կաթողիկոսին, որն այդ ժամանակ Գրիգոր 6-րդ տապիրատն էր, եւ ժամանակի մյուս եպիսկոպոսներին, որոնք Կիլիկիան Հայաստանում էին, նշելով, որ համաձայնությունը լինելու է միայն ձևական եւ դրա գլխավոր նպատակը թագ ստանալն է։ Հայոց կողմը համաձայնվեց Հռոմի կաթոլիկ եկեղեցու պահանջներին, ստացավ թագը, բայց այդ փոփոխությունները այդպես էլ կյանքի չկոչվեցին, այսինքն բոլորդ էլ քաջ գիտեք, որ հայոց եկեղեցին մինչ այսօր էլ հայոց ուրեմն եկեղեցին տոները տոնում է շարժական, եկեղեցական տոները տոնում է շարժական տոմարով եւ ուղղակի այսպես զուգահեռ կաթոլիկ եկեղեցուն այդ տոները չեն նշվում։ Հետաքրքրական է, որ այս ընթացքում 12-րդ դարում, ինչպես երկրորդ, ուրեմն այս երրորդ սահիկի տեսարանի մեջ, ուրեմն տեսասահիկի մեջ կարող եք տեսնել, ակտիվացան նաև հայ բյուզանդական եկեղեցական հարաբերությունները։ Ուրեմն 1165 թվականից մինչև 1178 թվականները շատ ակտիվ բանակցություններ սկսվեցին մի կողմից բյուզանդական կայսրության, մյուս կողմից հայոց կաթողիկոսության միջև, եւ դրանք հիմնականում ընթացան ներսես շնորհալու, սուրբ ներսես շնորհալու եւ Գրիգոր 4-րդ տղա կաթողիկոսի աթոռակալման շրջանում։ Բյուզանդական կայսրությունը 12-րդ դարի 40-ից 60-ական թվականներին բավական ամրապնդել էր իր դիրքերը եւ կրկին փորձում էր իր իշխանությունը հաստատել Կիլիկյան Հայաստանում։ Եվ այդ ժամանակ նորից արծարծվեց հայ եւ բյուզանդական եկեղեցիների միջև, այսպես ասած, եկեղեցիների միության հարցը, եւ բյուզանդական կողմը հայոց եկեղեցուն առաջ քաշեց մի քանի պայմաններ։ Պայմանները 9 էին, բայց այսպես 9 չեմ թվարկել այստեղ։ Եկեղեցիների միության հաստատում էին պահանջում հայոց եկեղեցուց, քաղաքեդոնականության ընդունում էին պահանջում եւ Կոստանդնուպոլսի պատրիարքության գերագահության ընդունում էին պահանջում։ Այսինքն նշում էին, որ հայոց կաթողիկոսը իր իշխանությունը պետք է ստանա Կոստանդնուպոլսում պատրիարքի եւ Բյուզանդիայի կայսր համաձայնությամբ։ Դուք սահիկում այստեղ կտեսնեք Կոմնենոս կայսրին, ուրեմն Մանուել առաջին կայսրին եւ ներսես շնորհալուն, որոնք եւ հիմնական ուրեմն բանակցողներն էին։ Ինչ էր առաջարկում հայոց եկեղեցին։ Եվ շատ հետաքրքրական է այս պահը, որովհետև ներսես շնորհալու ժամանակ շրջանառության մեջ դրվեցին հայոց եկեղեցական դիվանագիտության մի քանի կարևոր սկզբունքներ, որոնք այս ընթացքում մենք առիթ կունենանք դասախոսություն։ Ներսես շնորհալին ասում էր հետևյալը. կապ չունի, որ մի կողմում բյուզանդական կայսրությունն է, որը անհամեմատ հզոր է Ռուբինյան իշխանությունից, եւ մի կողմում եւ իր կողմում Պոլսի պատրիարքությունն է, որը անհամեմատ բնականաբար ավելի ազդու եւ հզոր է հայոց կաթողիկոսությունից։ Ասում է հետեւյալը, որ եկեղեցական բնագավառում երկուսը հավասար է։ Եվ ասում է, եթե ստացվի այնպես, որ մենք հանդիպենք իրար, չպետք է խոսենք ինչպես տերը ծառայի կամ ծառան տիրոջ հետ։ Մենք պետք է խոսենք հավասարը հավասարի հետ, որովհետև եկեղեցական մարզի մեջ, այսպես ասած, եկեղեցական կյանքում առավել եւ նվազ իշխանություն ունեցողներ չկան։ Ինքն էլ հայոց եկեղեցու առաջնորդն է, Պոլսի պատրիարքը բյուզանդական եկեղեցու առաջնորդն է։ Երկրորդը
Ներսի շնորհալին շատ լավ հասկանում էր, որ ամեն պարագայի բյուզանդական կայսրությունը իր քաղաքական ազդեցությունը պետք է կիրառի։ Դրա համար գտավ գիտական ուսանավման մեթոդ, եթե այդպես կարելի ասել, հետևյալն է, որ եկեղեցիների միության հարցը հայոց եկեղեցում կարող է որոշվել միայն այսօրվա տերմինաբանությամբ ասած ազգային եկեղեցական ժողովի որոշմամբ, որին պարտադիր իրենց մասնակցությունը պետք է բերեն, ինչպես Կիլիկիայի, այնպես էլ բուն Հայաստանի հոգևորականներ։ Ինչու էր նա այս թեզն առաջ քաշում, որովհետև քաջ գիտակցում էր, որ այդ ժամանակ բյուզանդական կայսրությունը հայաստանյան հոգևորականության վրա որևէ ազդեցություն չունի, եւ եթե անգամ Կիլիկիայում հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունը բյուզանդյան ճնշի ստիպի համաձայնվել եկեղեցիների միությանը, ապա հայաստանյան հոգևորականները իրենց անհամաձայնությամբ այդ միությունը պետք է չեղարկեին։ Եվ այս սկզբունքը, որ Ներսես Շնորհալին դրեց շրջանառության մեջ, հետագայում, ինչպես դուք կտեսնեք, մի քանի անգամ կիրառվեց ուրեմն հայ լատին եւ հայ բյուզանդական եկեղեցական հարաբերությունների ընթացքում։ Հիմա դուք կարող եք տեսնել նրա նամակից մի հատված, որը գրել է Մանուել Կայսին։ Այստեղ նշում է, որ կներեք, նշում է, որ թագավորական աթոռ չունենք, այժմ վերացել է այլազգիների բռնության պատճառով, ուստի եւ մեր հայրապետությունը հալածված լինելով հայրենի աշխարհից եւ աթոռից, պանդխտությամբ թափառում է օտար երկրում։ Ինչի պատճառով մեզ մերձակա չունենք Հայաստանի մեր այժմյա եպիսկոպոսներին եւ վարդապետներին, իսկ առանց նրանց հետ խորհրդակցության անկարելի է ձեր հարցերին կատարյալ պատասխան տալ, որպեսզի չլինի թե միաբանության փոխարեն նոր բաժանումների զանազան պատճառներ ստեղծենք եւ մեր խոսքերը հեխեհուկ եւ փոփոխական երևան։ Ուստի պատշաճ չհամարեցինք միայն մեզ մերձակա հոգևորականների հետ խորհրդակցությամբ գրել այս մեծ խորհրդին վերաբերող պատասխանը, մինչև որ կուղարկենք մեծ հայք եւ բոլոր կողմերը կժողովենք բոլոր նրանց եւ կներկայացնենք նրանց առաջ հավատքի եւ եկեղեցու կարգերը։ Այս նույն սկզբունքը կիրառելով հաջորդ այս ուրեմն տեսասահիկում կտեսնեք Հովանես 6-րդ Սսեցի կաթողիկոսը եւս ուրեմն դիմելով Հռոմի պապին ասում է, որ մենք մասամբ ընդունեցինք ձեր առաջարկները, բայց որpիսի պառակտում չառաջանա, ուղարկեցինք հերուները սփռված եպիսկոպոսներին, խոսքը վերաբերում է Հայաստանում ապրող եպիսկոպոսներին, որոնք իրենց համաձայնությունը ուրեմն հայցելով կներեք նրանց համաձայնությունը, որպեսզի եկեղեցում պառակտում չառաջանա։ Սա շատ կարևոր սկզբունք է դիվանագիտական, որը հետագայում եւս կիրառվեց բացի այս երկու դրվագները, ինչը հնարավորություն էր տալիս բանակցությունները շարունակել թե Հռոմի կաթոլիկ եկեղեցու, թե բյուզանդական կայսրության հետ, բայց միևնույն ժամանակ պահպանել եկեղեցու դավանական ինքնուրույնությունը եւ անկախությունը։ Հիմա մենք անցում կատարենք երկրորդ շրջափուլին, կոչել ենք Հռոմի պապի գերագահության մերժում, խնդիրն այն է, ինչպես ես առաջին շրջափուլի ժամանակ ասացի, եղել են մի քանի նամակներ, որտեղ Հռոմի պապը ուրեմն ներկայացվել է որպես եկեղեցու գլուխ, բայց հետաքրքրական է, որ արդեն 1240-1240-ական թվականներից մինչև 1289 թվականը կտրուկ փոփոխության են ենթարկվում ուրեմն կաթոլիկ եկեղեցու եւ ուրեմն հայ առաքելական եկեղեցու փոխհարաբերությունները եւ հայոց եկեղեցին կտրականապես մերժում է միության որևէ առաջարկ եւ Հռոմի պապի գերագահության ընդունման որևէ առաջարկ։
Հիմա առավել մանրամասն այդ մասին կներկայացնեմ։ Ուրեմն առաջին նամակը, որը ներկայացված է այստեղ, Հռոմի ուրեմն Գրիգոր 9-րդ պապի նամակն է Կոստանդին առաջին բարձրբերձի կաթողիկոսին 1238 թվականին։ Բանն այն է, որ այդ ժամանակ Անտիոքի, այսօրվա Սիրիայի տարածքում գտնվող կաթոլիկ պատրիարքությունը պահանջ է ներկայացնում Հռոմի պապին, ասելով, որ Մերձավոր Արևելքում, Կիլիկիայում, Սիրիայի այդ ընդհանուր տարածքում չի կարող եկեղեցու երկու գլուխ լինել, կամ ես պետք է լինեմ, կամ հայոց կաթողիկոսը։ Եվ բնականաբար ստիպում է Հռոմի պապին, որպեսզի նա ճնշում գործադրի հայոց կաթողիկոսի վրա, ընդունելու կաթոլիկ եկեղեցու Անտիոքի պատրիարքության գերագահությունը։ Հայոց կաթողիկոսությունը, ստանալով այդ պահանջը, անմիջապես բանակցություններ է նախաձեռնում ուրեմն բյուզանդական եկեղեցու հետ, որպեսզի հակակշռի լատին եկեղեցու պահանջը։ Այդ ժամանակ բյուզանդական կայսրությունը այնքան էլ հզոր վիճակում չէր, գիտեք, հռչակիրները 1204 թվականին գրավել էին Կոստանդնուպոլիսը, պատրիարքությունը դուրս էր եկել այնտեղից, եւ պատրիարքն էլ Կոստանդնուպոլսի զարմանում է այս առաջարկից եւ ինքն էլ ողջևորված առաջ մղվում բանակցություններ սկսելու հայոց կաթողիկոսության հետ։ Հռոմի պապը տեսնելով այս ամենը, որ հայոց կաթողիկոսությունը սկսել է բանակցություններ բյուզանդական ուրեմն աթոռների հետ, դադարեցնում է պահանջը։ Եվ ավելին Վատիկանի արխիվում պահպանված է մի նամակ Պապի առ Կոստանդին առաջին բարձրբերձի կաթողիկոսը, որով ասում է հետևյալը. ճանաչում եմ ուրեմն ասորիքի տարածքում, Անտիոքի տարածքում հայկական եկեղեցիների վրա հայոց կաթողիկոսի իշխանությունը, ավելին ճանաչում է հայոց եկեղեցու իշխանությունը, սա շատ կարևոր է, որովհետև եզակի վկայություն է, Երուսաղեմի Սրբոց Հակոբյան զվանքի վրա։ Եվ երբ որ հայոց կաթողիկոսը տեսնում է, որ Հռոմի պապը իր պահանջից նահանջում է, ուրեմն մի այսպես Բյուզանդիայի հետ հարաբերություններում կանգնում է հետաքրքիր փաստի առաջ։ Նրանք ողջևորված գալիս են, որպեսզի սկսեն բանակցություններ, հայոց կաթողիկոսը սկսից շտաբ գնում է Հռոմկլա եւ բյուզանդական պատվիրակության հետ հանդիպում է հետում առաջին արքա։ Եվ այստեղ նորից կիրառում են ներսեր շնորհալու դիվանագիտական այդ հուսանավման միջոցը։ Երբ որ բյուզանդական պատվիրակությունը հանդիպում է հետում առաջին արքային, նա ասում է, որ կաթողիկոսը սսում չէ, առանց կաթողիկոսի միության հարց քննարկել չեն կարող, ավելին միության հարցով դեռ պետք է դիմեն ուրեմն մեծ հայքում Հայաստանում գտնվող հայոց եպիսկոպոսներին, որպեսզի հարցը քննարկեն նրանց հետ։ Հասկանալի է, որ հայոց կաթողիկոսությունը նաև հայոց թագավորի հետ համատեղ այսպես դիվանագիտական միջոցներ բանեցնելով այս անգամ կարողանում են ուրեմն չեզոքացնել այս ուրեմն վտանգը, որ սպառնում է նրանց ինքնուրույնությանը։ Բայց հետաքրքիր մի բան է տեղի ունենում այս ընթացքում, որը շատ այսպես բնութագրում է հայ-լատին եկեղեցական հարաբերությունները։ Ինչու ի վերջո մինչև 1238 կամ 40-ականների սկիզբը հայոց կաթողիկոսությունը կտրականապես չէր մերժում ուրեմն Հռոմից եկող պահանջները, այլ սկսեց այդպիսի դիրքորոշում որդեգրել 1245-46 թվականից սկսած։ Ինչ էր տեղի ունեցել այդ ժամանակ։ Ուրեմն այս 5-6 տարիների միջակայքում տեղի էր ունեցել ընդամենը մի շատ կարևոր իրադարձություն, որը առաջին հայացքից որևէ կապ չունի ոչ հայոց, ոչ կաթոլիկ եկեղեցիների հետ, բայց շատ իմաստով շատ կարևոր է հայ-լատին եկեղեցական հարաբերությունների բնութագրման տեսանկյունից։
Ուրեմն 1243 թվականին ուրեմն Իկոնիայի Սելջուկյան սուլթանությունը, որը սահմանակից էր Կիլիկյան Հայաստանին եւ որը սպառնում էր նաեւ Կիլիկյան Հայաստանին, պարտություն կրեց մոնղոլական պետությունից։ Հիմա վստահ հարց կտակ, թե այս երկու պետությունների ճակատամարտը 1240-ը ինչ խնդիր պիտի լուծեր մեզ համար։ Բանն այն է, որ 1243 թվականին, երբ որ մոնղոլները պարտության մատնեցին Սելջուկյան սուլթանությանը, նույն թվականին հայոց պետությունը Կիլիկյան Հայաստանը բանակցություններ սկսեց մոնղոլական պետության հետ եւ փաստորեն սկսվեց հայ-մոնղոլական դաշինքի նախապատրաստական աշխատանքը եւ այլևս հայոց պետության անվտանգությունը ուրեմն երաշխավորվեց մոնղոլական պետության հետ բանակցություններով եւ նրանց հետ կնքվելիք դաշինքով եւ փաստորեն չկար այլևս անհրաժեշտություն որպիսի ուրեմն Հռոմի պապական աթոռի հետ քննարկվեր եկեղեցիների միության խնդիրը։ Սա նաեւ նշանակում է, որ եկեղեցիների միության խնդիրը կաթոլիկ եկեղեցու եւ հայոց եկեղեցու միջեւ կամ բյուզանդական եկեղեցու կամ հայոց եկեղեցու միջեւ իր մեջ պարունակել է քաղաքական հանգամանք, բավական լուրջ քաղաքական հանգամանք։ Եվ ասվածը հաստատվում է նաեւ հետեւյալով. երրորդ շրջափուլին, երբ որ մենք անցում կատարենք, կտեսնենք, որ 1289 թվականից սկսած աստիճանաբար իր ուժը կորցնում է հայ-մոնղոլական դաշինքը եւ հայոց թագավորությունը եւ հայոց եկեղեցին կրկին ուրեմն օրակարգ են բերում կամ կրկին սկսում են ուրեմն բարելավվել հարաբերությունները արևմուտքի եվրոպական երկրների եւ Հռոմի պապական աթոռի հետ։ Այստեղ երկու հարց եւս կար 1263-ի եկեղեցական ժողովը եւ հայոց եկեղեցին եւ Սուրբ Հոգու բխման վարդապետության խնդիրը։ Ուրեմն այս երկրորդ շրջափուլում երբ հայոց եկեղեցին կտրականապես մերժում էր ուրեմն Հռոմի գերագահություն ընդունելու որևէ պահանջ, առաջ քաշեց նաեւ հետեւյալ թեզը. ի պատասխան Հռոմի պապական աթոռի այն պահանջի, որ Հռոմի եկեղեցու հիմնադիրը Պետրոսն է, Պետրոս Առաքյալը, որը ավագն է առաքյալների մեջ, վեմը, որի վրա կառուցվեց եկեղեցին, ինչպես գիտեք, եւ Հռոմի պապական աթոռն ասում էր, որ քահանայապետը Հռոմի Պետրոսի փոխանորդն է եւ աստորեն քրիստոնեական մյուս եկեղեցիները պետք է ենթարկվեն Հռոմի պապին որպես Պետրոսի փոխանորդի։ Հայոց եկեղեցին առաջ քաշեց առաքյալների համապատվության թեզը, նշելով, որ բոլոր առաքյալները համապատիվ են եւ գերագահություն առաքյալների միջև լինել չի կարող։ Հռոմի եկեղեցին առաջ քաշեց եւս մեկ պահանջ, ասելով, որ ուրեմն Պետրոս եւ Պողոս առաքյալների, բայց հատկապես Պետրոս առաքյալի շիրիմը Հռոմում է եւ ուստի ուրեմն եկեղեցիները պետք է ենթարկվեն Հռոմի պապական աթոռին։ Այստեղ հայոց եկեղեցին եւ բյուզանդական եկեղեցին, որին եւս ուղղված էր այդ պահանջը, հակադարձեցին ասելով հետեւյալը. եթե հիմքը ուրեմն առաքյալի գերեզմանի եւ նրա մասունքների առկայությունն են Հռոմում, ապա ոչ գերագահ է Հռոմը, ոչ գերագահ է Կոստանդնուպոլսի պատրիարքությունը, այլ բոլորը պետք է ենթարկվեն Երուսաղեմի պատրիարքությանը, արդեն իսկ հասկանալի պատճառներով։ Հիմա անցում կատարենք երրորդ շրջափուլին, որը շակերտավոր եկեղեցիների միություն են ուրեմն բանարել, վերնագրել, նորից կրկնեմ, որ սա եկեղեցիների կանոնական միություն չէ։ Ուրեմն բանն այն է, որ 1289 թվականին Կիլիկյան Հայաստանում թագավոր է դառնում Հեթում II, որը
ֆրանցիսկյան միաբանության անդամ էր, դավանանքով պատկանում էր Հռոմի կաթոլիկ եկեղեցուն եւ նա կրում էր նաեւ Հայր Հովհաննես անուն։ Հետում երկրորդը տարբերվում է իր մյուս տարբերվում է եւ իրեն նախորդած եւ հաջորդած արքաներից Կիլիկյան Հայաստանի հետեւյալ հանգամանքով նա չթագադրվեց երբեք եւ առնվազն 3 անգամ հրաժարվեց թագավորական իշխանությունից, մտավ վանք եւ կրկին վերադարձավ թագավորական իշխանության գահին։ Եվ ահա նրա գահակալության շրջանում է, որ Կիլիկյան Հայաստանը, նաեւ հայոց կաթողիկոսությունը որոշակիորեն սկսում են մերձենալ կաթոլիկ եկեղեցու հետ։ Նրան այս հարցում որոշակի օժանդակություն ցույց տալիս է նաև Գրիգոր 7-րդ անավարձեցի կաթողիկոսը, բանն այն է, որ 1292 թվականին Եգիպտոսի մամլուքյան սուլթանությունը նվաճում է Ռոմկլան, որտեղ գտնվում է հայոց կաթողիկոսական աթոռը, գերի է տանում հայոց կաթողիկոսին, եւ երբ որ նոր կաթողիկոս է ընտրվում, Գրիգոր 7-րդ անավարձեցին, կաթողիկոսական աթոռը տեղափոխվում է Կիլիկիայի հայոց մայրաքաղաք Սիս եւ փաստորեն գտնվում է հայոց թագավորի անմիջական ազդեցության տակ։ Ինչպես առաջին սահիկում դուք տեսաք, հայոց կաթողիկոսական աթոռը Ռոմկլայում գտնվել է 1149-ից մինչև 1292-93 թվականներին։ Շատ հետաքրքրական է հանգամանքը, որ այս շուրջ 140 տարվա շրջափուլի մեջ հայոց կաթողիկոսները անգամ Կիլիկիայի հայկական թագավորության հռչակումից հետո նախընտրել են մնալ Ռոմկլայում եւ չեն տեղափոխվել Սիս մայրաքաղաք։ Ռոմկլան այս 140 տարիների ընթացքում ընդամենը մի քանի տարի է եղել Կիլիկյան հայկական թագավորության կազմում։ Մնացյալ բոլոր տարիների հայոց կաթողիկոսանիստը գտնվել է մուսուլմանական տիրապետության տակ, Հալեպի աթափետության ուրեմն տարածքում։ Շատ հետաքրքրական է այս իմաստով, որովհետև այսպես հայոց կաթողիկոսները կարծես փորձել են զերծ մնալ թագավորական իշխանության ազդեցությունից։ 1292 թվականին, երբ որ կաթողիկոսական աթոռը արդեն անցավ մամլուքյան տիրապետության տակ եւ կաթողիկոսն էլ գերեվարվեց, այլ բան չէր մնում, քան կաթողիկոսական աթոռը տեղափոխել Սիս մայրաքաղաք։ Գրիգոր անավարձեցի կաթողիկոսը ի տարբերություն Հեթում երկրորդի անշուշտ դավանանքով կաթոլիկ չէր կարող հայոց կաթողիկոս լիներ եւ միաժամանակ դավանանքով հարեր հայոց կաթոլիկ եկեղեցու Հռոմի։ Բայց նա կողմնակից էր եկեղեցական, այսպես ասած, միությանը, փոփոխություններին, հատկապես ծիսական փոփոխություններին, եւ ահա 1307 թվականին Սսում հրավիրվեց մի եկեղեցական ժողով, որը մի քանի առումներով կանոնական չէ։ Առաջ անցնելով ասեմ, որ ժողովը ընդունեց Քաղկեդոնի, ուրեմն ժողովում որոշում ընդունել 7 տիեզերական ժողովները, այդ թվում Քաղկեդոնի ժողովը, որը դարեր շարունակ հայոց եկեղեցին մերժել էր, եկեղեցական տոները նշել Հռոմի եկեղեցու տոնացույցով, եւ ինչպես երևի թե հայտնի է ձեզ, պատարագի գինուն ջուր խառնել, ինչը շատ այսպես սուր հարց էր, որ դրված էր այս եկեղեցիների հարաբերություններում։ Այլ որոշումներ եւս կան, բայց ես չեմ ծանրաբեռնել այս ուրեմն տեսասահիկը մնացած կետերով։ Բայց ի՞նչն է խնդիրը։ Ինչու այս ժողովը կանոնական չէ։ Նախ կանոնական չէ, որովհետեւ 1307 թվականին կաթողիկոս այդ ժողովին չի մասնակցել, որովհետեւ Գրիգոր անավարձեցին 1 տարի առաջ մահացել էր։ Եվ նոր կաթողիկոս չի ընտրվել նրանից հետո։ Հաջորդ կաթողիկոսը, որը մասնակցել է ուրեմն ժողովին,
չի հիշատակվում որպես կաթողիկոս, այլ միայն Կեսարիայի առաջնորդ։ Երկրորդ կարևոր հանգամանքը, ինչպես արդեն շեշտեցի, եկեղեցական ժողովը, որը պետք է քննի եկեղեցիների միության հարցը, դավանական կամ ծիսական փոփոխությունների հարցը հայոց եկեղեցում, պետք է լինի ազգային եկեղեցական ժողով, որին պետք է իրենց մասնակցությունը բերեն նաև հայաստանյան հոգևորականները, ինչը 1307-ի պարագայում տեղի չի ունեցել։ Ավելին, Կիլիկիայում ևս ընդդիմություն կար այս միությանը, եւ Կիլիկիայի այն հոգևորականները, որոնք դեմ էին 1307-ի ժողովի որոշումներին, 2 տարի անց 1309 թվականին եկեղեցական ժողով հրավիրեցին նույն Սիս մայրաքաղաքում եւ չեղարկեցին 1307 թվականի եկեղեցական ժողովի որոշումները։ Դրանից 7 տարի անց 1316 թվականին Կիլիկյան հայոց արքայի եւ կաթողիկոսի պարտադրանքով կրկին ժողով հրավիրվեց Ադամայում, որը վերահաստատեց 1307 թվականի Սսի եկեղեցական ժողովի որոշումները։ Այսինքն նորից ճակերտների մեջ կարող ենք ասել, որ միությունը վերահաստատվեց, բայց Ադանայի ժողովը նույնպես կանոնական չէր այն պարզ եւ հիմնական պատճառով, որ ժողովին մասնակից չէին հայաստանյան հիմնական հեմերը։ Հիմա անցում կատարենք 4-րդ փուլին, որը եկեղեցական ճակերտավոր միության մերժումն էր եւ նորից վերահաստատումը, բայց այս վերահաստատումը եւս ճակերտների մեջ է դրված, տեղի ունեցավ Ֆլորենցիա եկեղեցական ժողովում, դրան նորից հանգամանորեն կանդրադառնանք։ Ուրեմն մեր եկեղեցու պատմության մեջ շատ կարևոր մի իրադարձություն է Սսի 1361 թվականի եկեղեցական ժողովը։ Բանն այն է, որ այս ընթացքում երրորդ շրջափուլի ժամանակ 1289 թվականից մինչև 1361 թվական, ինչպես տեսակ, տարբեր եկեղեցական ժողովներ տեղի ունեցան, որոնք մեկ ընդունեցին միությունը, մեկ այն մերժեցին, բայց գլխավոր խնդիրը հետևյալն էր. պաշտպանել Կիլիկիայի հայկական թագավորության անվտանգությունը, որին այդ ժամանակ մեծապես սպառնում էր Եգիպտոսի մամլուքյան սուլթանությունը, որն ի վերջո նաև կործանեց հայկական թագավորությունը։ Բայց խնդիրն այն էր, որ բոլոր դիմումները, որոնք ուղղվում էին եվրոպական երկրներին, կաթոլիկ երկրներին եւ Ռոմի պապական թորին, ըստ էության չէին հանգեցնում ռազմական օժանդակության, որովհետև եվրոպական երկրներն իսկ իրենք ի վիճակի չէին կազմակերպելու նոր խաչակրաց արշավանք, իսկ Ռոմի պապական աթոռը նաև հայտնվելով Ավինյոնյան գերության մեջ, Ռոմի պապը, ինչպես գիտեք, հետագայում ուրեմն կա որոշ ժամանակ Ֆրանսիայում էր եւ նաև Ռոմում չէր նստում, ի վիճակի չէին այլևս օժանդակել հայկական թագավորությանը կամ կազմակերպել հերթական խաչակրաց արշավանքը, որը կարող էր պաշտպանել հայոց թագավորությունը Եգիպտոսի մամլուքյան սուլթանությունից։ Սա նշանակում է, որ այլևս հիմնավոր եւ պատճառաբանված չէր եկեղեցիների միության հարցը քննարկելը, որովհետև ինչպես դասախոսության ընթացքում ասեցի, դրա հիմքում կային լուրջ քաղաքական դրդապատճառներ, հատկապես պետության անվտանգությանը վերաբերող։ Եվ եթե կրկնեմ նորից, Եվրոպան, Արևմտյան Եվրոպան, կաթոլիկ Եվրոպան, պապական աթոռը ի վիճակի չէին օժանդակելու հայոց թագավորությանը, նաև հայոց եկեղեցուն, ապա բոլորովին իմաստ չուներ շարունակել այդ բանակցությունները եւ 1361 թվականին Սսում հրավիրվեց եկեղեցական ժողով, որը չեղարկեց, այսինքն առաջինչ համարեց նախկինում հրավիրված տեղի ունեցած այն ժողովները,
հատկապես Սսի և Ադանայի 1307 և 1316 թվականների, որոնք այս կամ այն կերպ որոշում էին ընդունել դավանական միության կամ եկեղեցիների միության վերաբերյալ։ Դրանից հետո Կիլիկյան Հայաստանը, ինչպես գիտեք, հայտնվեց ծանր վիճակում և ընդամենը այդ ժողովից 14 տարի անց հայոց թագավորությունը անկում ապրեց։ Պարոն Բասմաջյան, ժամանակի խնդիր ունենք։ Խնդիր չի գա։ Քիչ մնաց, քիչ հետո կավարտենք։ Համեցեք։ Թեև հայոց թագավորությունը անկում ապրեց 1375 թվականին, բայց ինչպես գիտեք, կաթողիկոսական աթոռը շարունակեց մնալ ուրեմն Սսում։ Եվ այս ընթացքում, հատկապես 1430-ական թվականներին, նորից առիթ ստեղծվեց, որպեսզի արծարծվի հայոց և կաթոլիկ եկեղեցիների միության հարցը։ Այս անգամ խնդիրը հետևյալն էր. նախ Հռոմի Ֆերրարա քաղաքում հրավիրվեց եկեղեցական ժողով, որպեսզի քննարկվի կաթոլիկ եկեղեցու և բյուզանդական եկեղեցու միություն։ Ինչպես գիտենք, նրանք 1054 թվականին բաժանվել էին և այսպես կարող է շատ մանրամասն թվալ, բայց բաժանման հիմնական պատճառը Սուրբ Հոգու բխման վարդապետությունն էր, չգիտեմ երբևէ առիթ ունել եք լսելու, և վստահ սրբազան հայերը և մեր քահանաները ավելի մանրամասն կարող են ձեզ այդ վարդապետությունը ներկայացնել։ Բանն այն է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին ասում էր, որ Սուրբ Հոգին բխել է հորից և որդուց, իսկ բյուզանդական եկեղեցին ասում էր, որ բխել է հորից։ Եվ հիմա այդ խնդրի շուրջ 1054 թվականին ըստ էության տեղի ունեցավ բաժանում։ Եվ 15-րդ դարի 30-40-ական թվականներին, 30-ականներին հատկապես, նորից որոշվեց ուրեմն միությունը վերականգնել։ Նրանք Հռոմի կաթոլիկ եկեղեցին և հույն ուղղափառ եկեղեցին կամ բյուզանդական քաղկիդոնիկ եկեղեցին սկսեցին բանակցություններ Իտալիայում, Ֆերրարա քաղաքում, հետո ժանտախտի պատճառով տեղափոխվեց Ֆլորենցիա, վերջնական համաձայնության եկան, բայց խնդիրն այն է, որ օգտագործելով այս եկեղեցիների միության առիթը, Հռոմի պապը, Եվգենիոս IV պապը, 1433 թվականին Կոստանդնուպոլսի հայոց առաջնորդ Եսայի arczepiskopos-ի միջոցով ժողովին մասնակցելու հրավեր ուղարկեց նաև հայոց կաթողիկոսին։ Նորից կրկնեմ, որ հայոց կաթողիկոսությունը այս երկու եկեղեցիների միջև հարաբերություններում որևէ դեր չէր կատարել, բայց Հռոմի պապը օգտագործելով առիթը փորձեց այս ընդհանուր միության բանակցություններին մասնակից դարձնել նաև հայոց կաթողիկոսությանը։ Ստանալով առաջարկը, Կոստանդին 6-րդ Վաղկացի կաթողիկոսը կարծիքի համար դիմեց ուրեմն ժամանակի ամենանշանավոր arczepiskopos-ներից մեկին, Մկրտիչ Նաղաշին, վստահ եմ լսել եք նրա մասին։ Մկրտիչ Նաղաշը 3 տարի քննելով խնդիրը, ըստ էության բացասական պատասխան տվեց, ասելով, որ պետք չէ մասնակցել Ֆլորենցիայում ընթացող եկեղեցական ժողովին և փաստորեն նաև միություն կնքել կաթոլիկ եկեղեցու հետ։ Եվգենիոս պապը նորից կրկնեց ըստ էության հրավերը և փորձեց հայոց կաթողիկոսի վրա ազդեցություն գործել Ղրիմում գտնվող հայոց առևտրականների միջոցով, որտեղ մեծ դեր ունեին նաև ջենովացիները։ Ղրիմում ջենովացիները շատ լուրջ ազդեցություն ունեին, Ջենովայի վաճառականները, և նրանք ըստ էության կարողացան համոզել տեղի հայ հոգևորականներին, որոնք էլ ըստ էության կարծես փակուղու առաջ կանգնեցրեցին հայոց կաթողիկոսին, ասելով, որ եթե նա մերժի թույլատրել իրենց մասնակցելու եկեղեցական ժողովին, ապա իրենք կորոշեն ինքնուրույն այդ խնդիրը և փաստորեն կմասնակցեն, ինչպես տեսնում եք, ուրեմն այդ եկեղեցական ժողովին։ Մանրամասն ուրեմն այդ տեսասահիկում տրված է։ Եվ
փաստորեն պահանջը այնպիսի, այսպես կտրուկ էր դրված, որ հայոց կաթողիկոսը հիմա երկրորդ այս նոր տեսած բանում կտեսնեք հատվածում արտոնեց Բերիայի կամ Հալեպի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսին, Թեոդոսիայի աթոռակալ Սարգիս վարդապետին, որը Հռիմից էր, Մարկոս եւ Թովմաս վարդապետներին իր անունից մասնակցել եկեղեցական ժողովին։ Հիմա նաեւ դուք տեսնում եք, ուրեմն այստեղ Կոստանտին Վարդկացու թուղթը եւ արտոնությունը տրված այս հոգեվորականներին։ Սակայն մինչ հայկական պատվիրակությունը կհասներ Ֆլորենցիա, ժողովը արդեն ավարտվել էր։ Բայց չնայած այդ հանգամանքին, հանդիպում տեղի ունեցավ հայոց պատվիրակների եւ Հռոմի պապի միջեւ եւ 1439 թվականի նոյեմբերի 22-ին Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Ֆիորե եկեղեցում հրապարակվում է Decretum pro Armenis, հրահանգ առ հայս պապական կոնդակ։ Ուրեմն այդ կոնդակը, սա է, կարող եք տեսնել, հրապարակված է, եւ այս մասին հետազոտողներից Աբել Մանուկյանը բավական մանրամասն հոդված է գրել եւ մանրամասն քննել այս խնդիրը։ Նաև հրապարակման մեջ կա, նշված է, ուրեմն հոդվածի տվյալները նշված են։ Ուրեմն ինչ էր իրենից ներկայացնում Decretum pro Armenis կամ հրահանգ առ հայոց այս պապական կոնդակ։ Պապական կոնդակով ըստ էության տեղի ունենում հետևյալը։ Հիմա դուք այս հատվածում կարող եք տեսնել ամենակարևոր կետերին անդրադառնամ Քաղկեդոնի 451 թվականի ժողովի եւ Լևոնի Տոմարի ուղղափառության ընդունում, այսինքն Քաղկեդոնի ժողովի ընդունում նշանակում էր փաստորեն նաեւ եկեղեցիների միության կարևորագույն խոչընդոտի հաղթահարում, Սուրբ հաղորդության գինուն ջուր խառնել, եկեղեցական տոները նշել Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ եւ ուրեմն Քրիստոսի մեջ ընդունել երկու բնություն եւ երկու կամքի վարդապետությունը, Սուրբ Հոգու բխման դեպքում եւ որդվո բանաձևն ավելացնել, այսինքն ընդունել կաթոլիկ եկեղեցու բանաձևը, ըստ որի Սուրբ Հոգին բխել է նաեւ որդուց։ Հիմա ինչ վերաբերում է այս Decretum pro Armenis ուրեմն կոնդակի վավեր լինելու։ Խնդիրն այն է, որ կաթոլիկ եկեղեցու տեսանկյունից այս ուրեմն կոնդակ, ինչպես մասնագետները նշում են, վավեր է, որովհետև չի եղել որևէ ժողով կամ պապական կոնդակ, որ այն չեղյալ կհամարել։ Բայց ինչն է խնդիրը։ Եթե կաթոլիկ եկեղեցու տեսանկյունից սա վավեր կոնդակ է, ապա հայոց եկեղեցու պարագայում վավեր համարվել չի կարող, արդեն իսկ հայտնի պատճառներով։ Նախ հայոց կաթողիկոսը չի մասնակցել, ճիշտ է արտոնել է, բայց մինչև ուրեմն այս կոնդակը կհասներ կաթողիկոսին, նա արդեն մահացել էր։ Երկրորդ եւ ամենակարևոր հանգամանքը հայոց եկեղեցու որևէ ժողով կլինի 1439 թվականին կամ հետագայում չի քննարկել այս կոնդակը եւ չի տվել համաձայնություն դրա վերաբերյալ։ Սա նշանակում է, որ հայոց եկեղեցու համար Decretum pro Armenis կամ հրահանգ առ հայոց կոնդակը, որը այսպես կոչված միության վերաբերյալ է, կանոնական ուժ ունենալ չի կարող։ Եթե ամփոփելու լինենք, ապա պետք է առանձնացնել հետևյալը։ Հայ կաթոլիկ, հայ լատին եւ հայ բյուզանդական եկեղեցական հարաբերություններում Կիլիկյան շրջանում ստեղծվել են, այսպես ասած, դիվանագիտական, եկեղեցական դիվանագիտության մի քանի կարևոր սկզբունքներ, որոնք հնարավորություն են տվել այս բարդ միևնույն ժամանակ բազմաճյուղ եւ ուրեմն միջեկեղեցական հարաբերություններում ոչ միայն պահպանել ծիսական, ուրեմն դավանական ինքնուրույնությունը, այլև հնարավորություն են տվել այս երկուսի համադրման
նաև ապահովել հայոց եկեղեցու եւ հատկապես կաթողիկոսական իշխանության ինքնուրույնությունը։ Եվ մեկ բան էլ փորձեմ ավելացնել, որ Հայաստանում, բուն Հայաստանում, եկեղեցիների միության որևէ փորձ ի սկզբանե ենթարկվում է դատապարտման, որովհետև այստեղ աշխարհիկ իշխանության բացակայության պարագայում եկեղեցին կարծես նաև որոշակիորեն արտահայտում էր քաղաքական ինքնուրույնություն Հայաստանում։ Կիլիկիայում փոքրինչ այլ էր դիրքորոշումը, այն պարզ պատճառով, իհարկե այլ պատճառներ եւս կան, որ Կիլիկիան այսօրվա տերմինոլոգիայով ասած կոսմոպոլիտ միջավայր էր, այնտեղ միայն հայեր չէին, եւ բուն Կիլիկիայում եւ նրա շրջակայքում կային տարբեր հարանմանությունների, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ, պատրիարքական աթոռներ, թեմական առաջնորդություններ, որոնց հետ հայոց կաթողիկոսությունը կամա թե ակամա պետք է մտներ հարաբերությունների մեջ։ Փաստորեն Կիլիկյան Հայաստանում այդ ամենը լավ գիտակցելով եւ օգտագործելով հայաստանյան իրենց եղբայրների ուրեմն հնարավորությունները, այսինքն որ նրանք ամեն պարագայի եւ որևէ անհրաժեշտության դեպքում կարող էին վետո դնել եւ արգելել եկեղեցիների միությունը, Կիլիկյան շրջանում հայոց կաթողիկոսությունը կարողացավ պահպանել իր դավանական, ծիսական եւ ինչ չէ նաեւ այս երկուսի համադրությամբ իր ընդհանրապես ինքնուրույնությունը եւ այսպես կերտել Կիլիկյան մի փառահեղ շրջան։ Շնորհակալություն ուշադրության համար եւ հուսով եմ շատ մանրամասն եւ խիստ գիտական չէր եւ ինչ որ հետաքրքրություն իրենից ներկայացրեց դասախոսությունը։ Այո, շնորհակալություն դոկտոր, ոչ թե դժվար չէր, այլ շատ հետաքրքրական էր ինձ համար քետ եւ հարցումներ հիմա կարծենք դերևս ավելի լուսաբանվենք։ Լավ, գահանեք սահիգը։ Ահա, մեկ բան, շնորհակալություն։ եղավ։ Լավ, այո, մերսի։ Լավ, սիրելիներ, հարցումներ եթե ունիք, հրամեցեք։ Ես այո դին սոսի։ Unmute եք խնդրեմ։ Ցան չենք լսել դին սոսի։ Այո։ Սոսիբալյան, ես Բերութեն կմասնակցեմ եւ սերդանց շնորհակալություն կհայտնեմ եկեղեցական գազམ་ագերբության քիչ դարբեր տեսակի վեբինարներ որ կգազմագերբեք որ այսօրվանը քիչ ավելիով մյուսներուն վրա դարբեր բայց ավելիով շատ երդասարդ տարիքին ինչպես դոկտոր Վահեն ասկայն հմդություն ամբարերը եւ ասկայն շիրքեր բաներ անգլերեն գսեն God bless you ասած հետը դլակու եւ մեզի մեծ բադիվ է ասկին համար այս տեսակ անձնավորություններ ունենալը իմ հարցումը ստեզի ասե ներկայիս ինչ են հարաբերությունները արաքելական մեր հայ եկեղեցու եւ բանին վերջերս արամ վերապար անցյալ շաբաթ Վատիկաներ եւ շատ լավ ընդունելություն ստացավ եւ շատ ավոր առաջարկ ներկայացուց եւ Պոպ Լեոնին գոմե շատ դրական բան տվավ որովհետեւ ներսե շնորհալին որ մեր ասկին ամենամեծ աստվածաբանները մեկն է անալ սրբատացվի ինչպես Գրիգոր Լուսավորիչ ինչպես Նարեգացին քանի մտարի առաջ recently so հիմա երևութաբես դրական է բայց գրնակ ավելիով բացատրել թե ավել ինչ են հիմա մեր հարաբերությունները
Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար։ Եկեղեցու պատմության գիտելիքը, մասին գիտելիքը անբարել եմ հատկապես Գևորգյան ճեմարանում դասախոսության տարիներին։ Արդեն 11 տարի է, որ դասավանդում եմ հայոց եկեղեցու պատմություն Գևորգյան հոգևոր ճեմարանում եւ նաեւ իմ ուսումնասիրությունների առարկան է հայոց եկեղեցու պատմությունը, հատկապես միջնադարյան շրջանը։ Կրկին I շնորհակալ եմ։ think it's in walking encyclopedias as whoever can podcast. Շնորհակալ եմ շատ։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, գիտեք, Տիկին Սոսի հիմա շատ ավելի հեշտ են հարաբերությունները կառուցվում, քան միջնադարում, որովհետև միջնադարում եղած պահանջները կամ հարաբերության խնդիրները այսօր չկան։ Այսինքն չի արծարծվում Հռոմի Պապի գերագահության ընդունումը, չի արծարծվում եկեղեցիների միությունը։ Դրանք այլևս, այսպես ասած, հրատապ հարցեր չեն եւ քննարկման առարկա չեն։ Ես հիշում եմ, երբ որ Ֆրանցիսկոս Պապը այցելեց Մայրաթոր Սուրբ Էջմիածին, այնտեղ ելույթով հանդես եկավ մի քանի տարի առաջ, հիշում եք, եւ խոսեց հենց հայոց եկեղեցու առաքելահաստատ լինելու մասին։ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ հաստատված եկեղեցու մասին։ Բայց եթե մենք այսպես միջնադարյան շրջափուլը դիտարկենք, միջնադարում դա նաեւ կասկածի տակ էր դրվում։ Այսինքն առաքելական հաստատություն հայոց եկեղեցու դառնում էր քննարկման առարկա։ Այսինքն հարաբերությունների համար այսօր շատ ավելի բարենպաստ պայմաններ են եւ այդ իմաստով որևէ կաշկանդվածություն ըստ էության գոյություն չունի։ Եվ ճիշտ է այն իմաստով, հատկապես ներսեր շնորհալու հետ կապված, որ նա իհարկե այդ բառը էկումենիկ բառը 12-րդ դարում դեռ գոյություն չուներ եւ չէր կիրառվում, բայց կարծես մեր այն հայրապետներից է, որ ավելի լայն ընդգրկում տվեց եւ կարծես սկզբնավորեց այդ էկումենիկ շարժումը, որի նպատակը մյուս եկեղեցիների հետ մերձենալն էր։ Ներսեր շնորհալին կողմնակից էր եկեղեցական մերձեցմանը, բայց նա փորձում էր պահպանել եւ ըստ էության պահպանեց հայոց եկեղեցու ինքնուրույնությունը, դավանանքի ինքնուրույնությունը, ծեսի ինքնուրույնությունը եւ շատ ավելի կողմնակից էր, որ ինչպես արդեն խոսքումս նշեցի, հավասարության սկզբունքը չխախտվի։ Հիմա գիտեք, շատ նաեւ պարզ էր այդ հարաբերություններում, նա ասում էր հետեւյալը. մեզ անընդհատ մեղադրում էին, որ չենք օգտագործում ձիթայուղ, պարզ մի օրինակ բերեմ։ Ներսեր շնորհալին ասում էր, որովհետև Հայաստանում ձիթապտուղ չի աճում, մենք չենք կարողանում ձիթայուղ օգտագործել, այսինքն այստեղ խնդիրը ոչ թե նյութի մեջ է, ասում է, որ ձիթայուղին ինչն է տալիս զորություն, ինքը հենց ձիթայուղ լինելը, թե այն աղոթքը, որ հոգևորականն անում է, ամոռնությունը, որ տալիս է Սուրբ Մյուրոնին։ Այսինքն նա շատ պարզ էր այդ հարաբերություններում եւ շատ էր կարևորում եկեղեցիների համերաշխ գոյությունը։ Կիլիկյան շրջանը հայտնի է որպես դավանական հանդուրժողականության շրջան նաեւ, երբ որ մենք ուզում էինք մյուս եկեղեցիների հետ պահպանել իրավահավասար եւ փոխադարձ ընդունելի հարաբերություններ։ Հիմա այդ խնդիրները չկան եւ հիմա հայոց եկեղեցու եւ կաթոլիկ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հարաբերություններում վստահ եմ այդպիսի հարցեր սրությամբ չեն քննարկվում եկեղեցիների միության կամ մեկը մյուսի գերագահությունը ընդունելու։ Ընտրեմ սիրո։ Բարի։ Այլ հարցեր։ Դոկտոր Վայ, համագործակցությունը Գիլիգյո իշխանության եւ մոնգոլներու հետ
ինչպիսի դրական աստեցություն դրին մեր հարաբերության վրա կաթոլիկ եւ բյուզանդական եկեղեցիներում։ Խնդիրը հետևյալն է, որ հնարավորություն տվեցին պահպանելու մեր ինքնուրույնությունը, որովհետև եթե չլիներ հայ-մոնղոլական դաշինքը եւ հայոց պետության անվտանգությունը դրվեր կասկածի տակ, ապա այս պայմաններում, այսինքն եթե մոնղոլական պետությունը արշավեր կիլիկ է փորձեր այն գրավել, մենք կհայտնվեինք ավելի ծանր պայմաններում եւ մեզ արդեն գերագահություն ընդունելը, եկեղեցիների միություն պարտադրելը կլիներ ավելի դյուրին։ Սա մեզ հնարավորություն տվեց առժամանակ հրաժարվել եկեղեցիների միության շուրջ բանակցություններից, մերժել կներեք գերագահության ընդունման պահանջը, որովհետև երբ որ հիշում եք հետում երկրորդ եկավ իշխանության եւ հայ-մոնղոլական դաշինքն էլ ըստ էության դադարեց գոյություն ունենալուց, նորից առաջ եկավ եկեղեցիների միության հարցը, այսինքն հայ-մոնղոլական դաշինքը մեզ տվեց հնարավորություն եկեղեցական մարզի մեջ առժամանակ զերծ մնալ եկեղեցիների միության խնդրի քննարկումից եւ հնարավորություն տվեց դրան ընդդիմանալ։ Մոնղոլները 1290-ականներին ընդունեցին մուսուլմանություն եւ դա էլ ըստ էության ազդեց հայ-մոնղոլական դաշինքի վրա, որը արդեն 14-րդ դարաշրջանին ըստ էության չէր գործում։ Ես ուղղակի մանրամասն չասեցի, 1306-7 թվականներին մոնղոլ ուրեմն զորավարներից Բիլարվոն հետում երկրորդին տասնյակ հայ իշխանների բան արեց, սպանեց եւ Կիլիկիայում գտնվող հայկական գլխատեց ամբողջ պետությունը ըստ էության։ Եվ խնդիրն այն է, որ նախնական բանակցությունները եւ հայ-մոնղոլական դաշինքը 1254 թվականին առնվազն 1243-ից մինչև 1288 թվականները հայոց կաթողիկոսությանը եւ հայոց եկեղեցուն Կիլիկիայում հնարավորություն տվեցին պահպանելու եւ իրենց ինքնուրույնությունը զերծ մնալու այդ բանակցություններից։ Այո, սիրելիներ, եթե հարցումներ կան, Դիգին Սոսի գուզեիք հարցնել, Դիգին Սուսանի, Okay. Կունկարիայեմ։ Այո, շատ շնորհակալ եմ նախ իսկապես հրաշալի դասախոսություն է։ Մենք երևի շատ բգաս տեղեկատվություն ունենք եկեղեցու շրջանակի մեջ, այսպիսի նյութերու շուրջ շատ կովելի է, շատ շնորհակալ ենք Սիդնեի այս դասախոսական առցանց լսարանին կողմեն եւ հատկապես մեր շատ սիրելի հյուրը դասախոսը այսօր այստեղ է Մատենադարանի ուրեմն գոմե։ Ես կուզեի հարցս կենտրոնացնել ավելի շատ ինչպես դեղափոխվեցավ ուրեմն կաթողիկոսական աթոռը, ինչ պայմաններում մեջ դեղափոխվեցավ Սիսի կաթողիկոսական աթոռը Սիսեն դեպի Վաղարշաբաթ, այսինքն վտանգ կար դեղափոխության կամ ընթացքը ինչպես եղավ այդ պատմական եթե դեղափոխումը եթե ներկայացնեք շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Իհարկե շատ բան հարց է, այսպես բավական երկար քննարկված հարց է դա, բայց խնդիրը հետևյալն է, որ աթոռի տեղափոխության գաղափարը շատ ավելի վաղ է ծագել։ Երբ որ եթե հիշում եք դասախոսության մեջ ասեցի 1289 թվականին հետում երկրորդը դարձավ թագավոր, նա նույն թվականին աթոռան կարեց հայոց կաթողիկոսներից Կոնստանտին II-ին եւ սկսեց բանակցություններ ուրեմն եկեղեցական միության շուրջ։ Հայաստանից նամակ ուղղվեց 1289 թվականին ուրեմն հետում երկրորդին եւ 95 թվականին 1200 եւ Գրիգոր Անավարզեցուն
Եվ գրողը, այդ նամակի նախաձեռնողը շատ հայտնի պատմիչ է Ստեփանոս Օրբելյանը, եւ վստահ եմ լսել եք նրա մասին։ Նա Հայաստանում ըստ էության կաթողիկոսական փոխանորդ էր եւ 1285 թվականին էր Կիլիկիայում ձեռնադրվել որպես նախաթոր, այսպես ասած, հայոց կաթողիկոս։ Եվ մի նախադասություն կա այդ նամակի մեջ, կամ երկու, այսպես ասած։ Եթե ասում է դուք պետք է շարունակեք ձեր այդ ընթացքը, ապա թող ձեր կամքով լինի այդ աշխարհը, մեր կամքով լինի այս աշխարհը։ Եվ այդ նամակից ընդամենը մի քանի տարի անց Ստեփանոս Օրբելյանը գրեց ողբ ի սուրբ կաթողիկե իր երկը։ Կաթողիկեն դա Սուրբ Էջմիածին ողբում էր Էջմիածնի անկյալ վիճակը այդ ժամանակ, ինչպես գիտեք, արդեն քանի դար է կաթողիկոսական աթոռը դուրս էր եկել Էջմիածնից եւ հույս էր հայտնում, որ կաթողիկոսական աթոռը պետք է իր ուրեմն վերահաստատումը գտնի։ Եվ ահա 1430 թվականներին, ինչպես գիտեք, ես Վաղկացի կաթողիկոսի շրջանի ես ներկայացրեցի այդ միության բանակցությունները, դրանք ավարտվեցին, Վաղկացին մահացավ, եկավ Գրիգոր Մուսաբեկյան կաթողիկոսը, եւ իդեպ նախաձեռնողները կաթողիկոսական աթոռի վերահաստատման տեղափոխության իրենց հիշատակարաններում Թոմա Մեծոփեցի եւ Հովհաննես Հերմոնեցի մինչեւ 1441 թվականը Կիլիկիո կաթողիկոսներին այն ժամանակ այնտեղ ամենայն հայոց կաթողիկոսներին կոչում էին նաեւ Վաղարշապատի կաթողիկոս։ Այսինքն ընդունում էին նաեւ դա եւ դրանով գուցե եւ կարելի ասել հրավիրում էին ուրեմն Էջմիածին։ Եվ Մատենադարանում պահվող ամենահին վավերագիրը Գրիգոր Մուսաբեկյանց կաթողիկոսի Տիտղոսաշարում ունի նաև Վաղարշապատու կաթողիկոս արտահայտություն։ Եվ Թոմա Մեծոփեցին իր հիշատակարանում, որը առանձին մի գործ է, մանրամասն անդրադարձել է այդ խնդրին, գրում է, որ Կիլիկիայից եւս մի քանի եպիսկոպոսներ իրենց համաձայնությունը տվեցին աթոռի փոխադրությանը, այստեղ 1441-ին հրավիրվեց եկեղեցական ժողով եւ կաթողիկոս ընտրվեց ուրեմն Կիրակոս Վիրապեցին։ Այսինքն ժողովական, կրկին ժողովական եկեղեցական ազգային եկեղեցական ժողովի որոշմամբ այդ ամենը տեղի ունեցավ եւ ինչպես խոստումս արդեն նշեցի, հայոց եկեղեցում նման բնույթի հարցերը, որոնցից է նաեւ հենց եկեղեցիների միությունը, դավանական փոփոխություններ եւ այլն, պետք է տեղի ունենա եւ որոշվեն միայն եկեղեցական կամ այսօր արդեն այսպես է կոչվում ազգային եկեղեցական ժողովի միջոցով։ Այսինքն կաթողիկոսական աթոռի փոխադրության հետ կապված հարցը 1441-ին չէ որ ծագել է։ Դա ինչպես արդեն նշեցի, սկսում է 13-րդ դարի վերջից եւ հատկապես ծրվում է Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո։ Բայց միայն թագավորության չգոյությունը չէր խնդիրը, բանն այն է, որ Հայաստանում եւս այդ ժամանակ թագավորություն չկար եւ օտարի տիրապետություն էր։ Սակայն խնդիրն այն էր, որ Կիլիկիայում արդեն նաեւ հայությունն էր քչանում, մեծ արտագաղթ կար Կիլիկիայից, կաթողիկոսական իշխանությունը հայտնվել էր բավական ծանր վիճակում։ Բայց այդուամենայնիվ, ինչպես գիտենք, չնայած այդ ծանր պայմաններին, նաև Կիլիկիո կաթողիկոսությունը հետագայում կարողացավ եւ իր դիրքերը ամրապնդել, եւ իր գոյությունը պահպանել եւ մինչեւ այսօր էլ աթոռը գոյություն ունի։ Շնորհակալություն, բզդիկ հարցում, եթե կարելի է անշուշտ է, իսկ Գրիգոր Տաթևացի թերագադարությունը այս հարցի մեջ ինչ որ կարևոր թերագադարություն ունեցած է դեղափոխության կաթողիկոսական աթոռի դեղափոխմանը, այսինքն Տաթևի, ասենք, ներկայությունը նույնպես շատ հզոր էր Ստեփանոս Օրբելյանը երկու վանքերու եպիսկոպոս դարձած էր, չէ՞, Նորավանքի եւ Դաթևի վանքի բան։ Իսկ Գրիգոր Տաթևացի թերագադարություն այս հարցի մեջ ինչպիսին էր, եթե կարելի է։ Շատ Գրիգոր Տաթևացին դե հասցրեց մինչև 1409-10 թվականներին, գիտեք, ուրեմն գործունեություն ծավալել։
Նա շատ մի կարևոր քայլ արեց 1409 թվականին փորձեց վերացնել Աղթամարի եկեղեցու բանադրանք Աղթամարի կաթողիկոսության։ Ինչպես գիտեք, 1113 թվականից կար Աղթամարի կաթողիկոսությունը, որը բանադրանքի տակ էր եւ գրականության մեջ ընդունված է ասել, նա փորձում էր անել դա, որպեսզի աթոռի վերադարձից հետո հակաթոռություն չլիներ Աղթամարի։ Բայց ցավոք Աղթամարի հակաթոռությունը շարունակեց իր ընթացքը մինչև 1895 թվականը, բայց եթե դերակատարություն ստանձնեց Գրիգոր Տաթևացին, ապա ամենակարևոր քայլերից մեկը հենց ուրեմն Աղթամարի հակաթոռության վերացումն էր։ Բայց խնդիրն այն էր, որ չէր քննարկվում աթոռը, վստահ եմ այդ հարցը այդպես չի դրվել, աթոռը Տաթև տեղափոխել, ոչ, եթե Տաթև տեղափոխվեր, ապա դիտարկվեր դա սյունեցիների սյունյաց աթոռի նախաձեռնություն։ Իդեպ տեսեք Կիրակոս Վիրապետին 2 տարի աթոռակալուց հետո հրաժարվեց աթոռից, նրան ստիպեցին հրաժարվել աթոռից եւ այստեղ որոշակի դերակատարություն ունեցավ այն, որ սյունյաց աթոռի ներկայացուցիչների պահանջները ըստ էության չէին բավարարվել։ Սա անշուշտ քննարկման այլ նյութ է, բայց եթե խոսք ուրեմն լիներ Սյունիքում հաստատելու մասին, ապա Հայաստանում եւս վստահ եմ այդ որոշմանը դեմ հոգեվորականներ կլինեին։ Այո, շնորհակալություն։ Խնդրեմ, սիրո։ Շնորհակալություն Զիգիսոսի։ Լավ, այլ հարցումներ։ Եթե չկան, պիտի խոսքը Սրբազան հոր դամ։ Հրամեցեք Սրբազան հայր։ Շնորհակալություն, Սարգսական եղբայր, դոկտոր Վահե ջան, ձեզ էլ մեծ շնորհակալություն նախ որ համաձայնեցիք եւ ընդառաջեցիք այսօր մեզ հետ ժամանակ անցկացնել եւ ձեր ինչպես Տիգին Սոսին ասեց անսահման պաշարից բաժին հանել նաեւ ուրեմն մեր լսարանական երեկոյի մասնակիցներին իհարկե մենք մի փոքր քննարկեցինք ինչ նյութի շուրջ խոսենք եւ փորձեցինք մեր պատմության փառապանծ պատմության ամենալուսավոր այսպես վաստակած ամենահարուստ շրջանը ընտրել որ իմ կարծիքով այսինքն Կիլիկյան շրջանն է եւ այդ շրջանի մի կարևոր երևույթի մասին անդրադառնալ, որ կապված է ուրեմն եկեղեցիների հարաբերություններին եւ նաեւ հասկանալու, որ մեր եկեղեցին ինչպես է կարողացել այդ կարևոր սկզբունքները ընդգծել, պահպանել եւ իհարկե դրանք դարձնել այն կարևոր հիմքը, որի վրա ուրեմն մեր եկեղեցու ինքնությունը, անկախությունը, ազատությունը, ինչպես որ պարոն Վահեն նշեց, ծիսական, դավանական, կանոնական, այլ բոլոր տեսակի ուրեմն պատմական ժամանակի մեջ ուրեմն հարստացած եւ հայացած ազատ մտածողությունը պահել, պահպանել եւ փոխանցել սերունդներին եւ մինչեւ մեզ։ Ինձ համար այսօրվա դասախոսության մեջ իհարկե մի քանի կարևոր շատ հաճելի հատվածներ կային, որոնցից մեկը լավ վկայություն կար, որ ինչպես կաթողիկոսը եւ թագավորը միասին կարողանում են մեկ ճակատ կազմել եւ ուրեմն օտար եկեղեցուն կամ օտար ազգին կամ օտար ժողովրդին ուրեմն այնպես դիվանագիտական այսպես հնարքներով մի փոքր ուրեմն հայակենտրոն կամ հայ եկեղեցու կամ ժողովրդի շահը առաջնային դասելով ուրեմն միասին ուրեմն համաձայնել եւ միասին ճակատով ուրեմն աշխատել ծառայել
Այդ ինձ համար հաճելի էր եւ իհարկե ես միշտ տարբեր առիթներով շատ եմ շեշտում, որ եկեղեցիների երկխոսությունը ոչ թե 20-րդ դարի նորարարություն է, որ ընդհանրապես տարածված է ընդունել, որ կաթոլիկ եկեղեցուն այսպես հիմնադրած շարժումն է, էկումենիկ շարժումը եւ այլն, բայց այդ եկեղեցիների երկխոսության ռահվիրաներից ամենամեծը թերևս եղել է Ներսես Շնորհալին եւ ուրախ եմ, որ այսօր մենք ելի մեկ անգամ առիթ ունեցանք ուրեմն լսելու եւ մեր մտքի մեջ նաեւ վերարժևորելու մեր Կիլիկյան շրջանի այն մեծ գործիչների մասին, որոնք որ իսկապես կարողացել են իմաստուն կերպով մեր ազգի հոգևոր նավը ուրեմն առաջնորդել դեպի մեր օրերը եւ այսօր արդեն ինչպես արդեն քիչ առաջ պատասխանեցիք էլ այդպիսի հարցեր Փառք Աստծո դրված չեն մեր եկեղեցու արչև դավանական միության կամ այլ որևէ ձևով ավելի շատ հարգվում է մեր եկեղեցու անկախությունը, մշակութային, մտածողության, դավանական մյուս բոլոր անկախությունները, իհարկե հարգելով նաև մեր պատմությունը եւ անցած ճանապարհը։ Այս դասախոսությունների շարքերը ինձ համար կարևոր է նրանով, որ մեր ժողովուրդը մեկ անգամ նորից առիթ ունենա թարմացնելու իր գիտելիքները եւ եթե որոշ գիտելիքներ ուրեմն պետք ունի համալրելու առումով նաև մեր մտավոր այսպես ռահվիրաներից ու մտածող մարդկանցից նաև օգտվենք եւ մեր առաքելությունը, մեր ծառայությունը, մեր ազգի այսօրը եւ վաղվա օրը փորձենք մի կաթիլ այսպես ծառայությամբ քրտինքով ուրեմն զորացնել։ Կրկին շնորհակալություն ձեզ այս հյութեղ եւ շատ ուրեմն նյութով հագեցած ելույթի համար եւ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր բարեշնորհ Սարգսակ եղբորը նշան Բասմաջյանին, որ այսօր այսպես ասած հոբելենական 50-րդ ուրեմն լսարանական երեկոյի ուրեմն կազմակերպողն է ինքը եւ անխափան կերպով ուրեմն բանի այրի կնոջ նման անընդհատ ուրեմն զանգահարում է, որպեսզի անխափան կերպով մնա այս դասախոսությունների շարքը եւ որի համար ես ամեն անգամ ուրախանում եմ, որ թե մեր լսարանը լավ է, որ կայուն կերպով այսպես ակտիվ մասնակցություն է բերում եւ իհարկե նաեւ ինձ համար հաճելի է, որովհետեւ շատ դժբախտաբար շատ առիթներ չենք ունենում մեր ծառայության բերումով վերհիշելու այն հարուստ այսպես դասախոսությունները, որոնք լսած ենք թերևս ճեմարանական տարիներին նաև մենք։ Ուրեմն շնորհակալություն այդ առումով ձեզ դոկտոր Թորոսյան, որ այս առիթը մեզ տվեցիք։ Որպես վերջաբան պիտի խնդրեմ, որ մենք առաջարկություն ունեմ հիմա բարձր մտածում եմ չհամաձայնեցրի մեր նշան Սարգսակի հետ վրաց չխոսի հետո ուրեմն ես առաջարկում եմ եթե կարող ենք մեր լսարանական երեկոյի խումբի կողմից մի որևէ գիտական աշխատություն կամ գիտական որևէ մի նախաձեռնություն աջակցել մատենադարանի հարկի տակ, եթե այդպիսի մի գաղափար կամ ծրագիր կունենաք, խնդրեմ մեզ հետ կապվեցեք, մենք փորձենք օգտակար լինել, այսինքն միայն չլսենք, նաև փորձենք ինչ որ բանում օգտակար լինել, մասնակցել
նաև այսպես տարածման ոչ միայն այսինքն գրքի հրատարակության իմաստով, այլ նաև կարող է թվայնացման, վիդեոյի կամ ուրիշ որևէ նորարարական միջոցներով մեր նոր սերունդին թերևս հասնելու այն ինչ որ ունի մեր մատենադարանը կամ մեր բոլոր մտավոր ուրեմն գիտաշխատողները։ Շնորհակալություն կրկին բոլորիդ մասնակցության համար եւ հուսամ, որ կտեսնվենք հաջորդ մեր դասախոսական երեկոյին հունիս 24-ին կարծեմ եւ արդեն հաջորդ մեր բանախոսը թերևս անակնկալ կլինի բոլորի համար լավ կլինի ուրախ կլինենք շնորհակալություն Շնորհակալություն Սրբազան այո գսեն թե առաջին 50-ը դժվար է մնացածը ավելի ճյուրին է ասենք դեպի 100-ամյակ կերտանք կորիմը այլ Սրբազան անչափ շնորհակալ եմ ջեր խոսքերի համար մեծ պատիվ էր ինձ համար դասախոսելը նման պատվարժան լսարանի առջև եւ ուզում եմ վստահեցնել որ եթե կլինեն թեմաներ հայոց միջնադարի վերաբերյալ որ ուզենաք բարձաբանել ներկայացնել ես միշտ սիրով պատրաստ եմ եւ ձեր տրամադրության տակ եւ մեր հարգարժան լսարանին եւս լավոր եմ մաղթում բարի երեկո եմ մաղթում եւ շնորհակալ եմ որ իրեն ժամանակից տրամադրեցին այս դասախոսությունը լսելու կրկին շնորհակալ եմ շնորհակալություն սիրելիներ պաշտոնական մասը փակված կրնանք համարել անպաշտոնը բացված Ramecek Kurt Եղավ ես միայն պիտի ներողություն